Հարգելներս, քանի որ մեզ մոտ ես խոստացել եմ, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ տարբեր կուլտուրաներին, մոգության հետ կապված, այսօր ուզում եմ խոսել վուդուի մասին, վուդու կամ ոդու։ Սա ավանդական աֆրիկական կրոն է եւ հոգեվոր համակարգ, որ ունի մի քանի հիմնական ճյուղեր եւ շատ հարուստ պանթեոն։ Այն հիմնված է մեկ գերագույն արարչի բոնդի է եւ բազմաթիվ միջնորդ ոգիներ, լոա, էշու եւ այդ հոգիների հանդեպ հավատի վրա։ Վուդուի հիմնական տեսակները շատ այսպես կապված են տարբեր տարածաշրջանների հետ եւ այդ դեպքում նաեւ փոխում են իրենց անունները։ Ուրեմն արևմտյան աֆրիկյան վուդու համարվում է բնօրինակ ձևը, որը տարածված է Բենինում, Տոգոյում եւ Գանայում։ Հայթի վուդու ամենահայտնի ուղղվածությունն է, որը ձևավորվել է աֆրիկյան հավատալիքների կաթոլիկության միախառնումից։ Լուիզիանային Նոր Օրլեանա կոչվում վուդուն տարածված է ԱՄՆ-ում, որտեղ մեծ դեր ունեն թալիսմանները, գրիգրիները, այն պարկերը, որ ես սարքում էի, սրվակները, որ սարքում էի եւ կախարդական բժշկությունը մտնում է Օրլեանի մեջ։ Դոմինիկյան վուդու Հայթիի հարևանությամբ գտնվող Դոմինիկյան Հանրապետության տարբերակն է։ Հիմնական ոգիները լոա եւ նրանց գործունեություն։ Ուրեմն վուդուի ոգիները բաժանվում են ընտանիքների կամ ազգերի։ Ռեդա, խաղ, Պետրո, ռազմատենչ եւ Գեդե, մահվան։ Պապա Լեգբան ճանապարհների եւ դարպասների պահապանն է, նա հանդես է գալիս որպես միջնորդ մարդկանց եւ ոգիների միջև առանց նրա թույլտվության ոչ մի ծիսակարգ եւ ոչ մի ծես չի սկսվում։ Բարոն Սամադեի գերեզմանատների եւ մահվան տիրակալը, նա պատկերվում է սև ֆրակով եւ բարձր գլխարկով, հայտնի է իր կատակասեր եւ կոպիտ բնավորությամբ։ Դամբալա երկնային օձ, որը համարվում է կյանքի եւ իմաստության աղբյուր, նրա հետ հաճախ կապվում է սպիտակ գույնը։ Էզիլիֆրեդա սիրո, գեղեցկության եւ շքեղության աստվածուհին է, որի հետ կատարվում է սիրային ծեսեր Օգուն, երկաթի կրակի պատերազմի ոգին, նա համարվում է քաղաքակրթության եւ ուժի խորհրդանիշի դեպ ասեմ, որ Օգունը իմ պահապանն է, երբ որ ես աշխատում եմ կուլտ վուդուով։ Մամա Բրիջիտ Բարոն Սամուդեի կինը եւ գերեզմանատների տիրուհին, ինչպես գերեզմանատան կուլտում կա տեր եւ տիրուհի, այնպես էլ վուդուի մեջ կա տեր եւ տիրուհի։ Եվ իրենք պահպանում եւ հովանավորում են հիմնականում Մամա Բրիջիտը կանանց է հովանավորում։ Բոնդի է գերագույն աստված, որը հեռու է մարդկանց գործերից։ Հունգան եւ Մամբո վուդուի քահանան եւ քահանուհին։ Այստեղ ոնց որ այսպես մեզ հասանել լեզվով ասեմ, ժրիցա Վևե խորհրդանշական գծապատկերներ, որոնք գծվում են գետնին կոնկրետ ոգիներին կանչելու համար։ Վուդուի տեխնիկների մասին այսպես կարծես բոլորդ գիտեք եւ նկատել եք, որ մենք պատրաստում ենք մաքուր բնական մեղրամոմից տեխնիկներ, կարում ենք մարդու հագուստից, որպես բիոլոգիական, այսպես իրամասնիկ կամ իր էներգիան կրող այսպես նյութ, վրան ավելացնելով եղունգ, տվյալ անձի մազեր կամ ինչ որ ունենք։ Կամ թեկուզ իրա նկար այսպես վառում, լցնում ենք այդ կտորի մեջ եւ կարում ենք այսպես տիկնիկ ենք դարձնում եւ դրանից ստանում ենք տվյալ մարդու ֆանտոմը։ Ահա։ Բայց եղել են նախկինում էլ սալոմից այսպես տիկնիկներ են պատրաստել եւ դա մենակ հատուկ չի վուդուին, հա։ Էշուն ուրեմն իրականում գալիս է Յուրոբա ժողովրդի հավատալիքներից,
Իֆա եւ Սանտերիա, բայց վուդուում նրան հաճախ նույնականացնում են Պապա Լեգբայի հետ։ Նա բացում է ճանապարհները եւ հանդիսանում է աստվածների ու մարդկանց միջև կապող օղակ։ Ուրեմն տեսեք ինչպես է աշխատում զոհասեղանի պատրաստումը Էշուի համար զոհասեղանը հաճախ դրվում է դռան հետևում կամ ճանապարհների խաչմերուկում, եթե մոգը աշխատում է իր տանը, ապա այսպես խաչաձև կիսում է իր տան հատակը եւ մեջտեղը համարվում է ճանապարհների կենտրոն եւ այսպես նա աշխատում է անպայման բացելով դուռ կամ պատուհան։ Գույները էլի հարմարացված է սև ու կարմիր, խորհրդանիշ քարե գլուխ, այսեղ դրվում է գանգ որպես տոհմի այսպես էներգիա։ Երևի նկատած կլինեք, հա, ես էլ եմ հաճախ դրել իմ սեղանին գանգը, որտեղ իմ տոհմի նշանը ճակատային հատվածում փորագրվել է, ինքը համարվում է պահապան եւ քանի որ տոհմը կապ ունի մեր այսպես այդնակից բարեկամների մահացածների հետ, ապա այնտեղ կա իրանց էներգիան։ Իհարկե կուլտ ֆուդուում երբեմն այսպես փափուկ տիկնիկներ, որը այսպես միստիկ կերպարներ են, այնտեղ բերվում է գերեզմանոցիցը հող, դրվում է իր մեջ հոգի եւ երբ որ մոգը ուզում է աշխատի, այդ հոգին ինքը հիմնականում պահվում է սունդուկի մեջ, հա, բացում է սունդուկը, հոգին դուրս է գալիս, ինքը անում է իր ծեսը, այնուհետև հոգին ներս է գալիս եւ նորից ինքը փակվում է։ Դա համարվում է մոգի համար որպես օգնական։ Սիրում են կուլտ ֆուդուի այսպես հոգիները, էշուները, լոաները եւ Պապա Լեգբա, Մամա Բրիջի, ու ինչպես ասեցի, իրենք սիրում են այսպես շատ ուժեղ հյուրասիրություններ։ Հյուրասիրությունը արվում է այսպես ծխախոտի, սիգարների, թանկարժեք սիգարների եւ ալկոհոլ, ուժեղ խմիչքներ, ռոմ, մարտինի եւ այլը։ Իրենք սիրում են կծու ուտեստներ, կծու հոտեր, նաև քաղցրավենիք եւ ինչու՞ չէ հոգիները մի քիչ կատակասեր են եւ մեկ-մեկ իրենց այսպես լոաները, էշուները սիրում են չարաճճի խաղեր խաղան ինչպես երեխան, հա, ինչպես երեխա։ Ծեսի ընթացքում նախ մաքրում է բնականաբար մոգը տարածքը ջրով, օծում է ծխով եւ կանչում է հատուկ աղոթքներ կամ երգերի միջոցով կանչում է օրինակ այսպես Էշու բացիր ճանապարհը, որպեսզի իմ ձայնը հասնի ոգիներին։ Արվում է զոհաբերություն, մատուցում են ընծաներ, սիգարի ծուխը փչում է խորհրդանիշների վրա, սիգիլների վրա, այնտեղ ամեն Էշու, ամեն լոա, Պապա Լեգբա, Մամա Բրիջի, Բարոն Սամուդեի եւ այլը, իրենք բոլորն էլ ունեն իրենց կնիքները։ Երբեմն ուրեմն ալկոհոլով ցողում են նաև հատակը։ Մոգը կարող է 3 անգամ հարվածել ոտքով գետին եւ հրավիրել ուժերին իր տարածք։ Արվում է գուշակություն, ես շատ հավանում եմ իրենց ասեղով եւ թելով այսպես գրվում է հատուկ տառերը, թվերը եւ կենտրոնական հատվածում ասեղը խրելով, երբ որ դու իրեն հարց ես տալի, ասեղը շարժվում է, խփում է տառին, բարձրանում է նորից ու այդպես մոգը կարողանում է կարդալ տառերը։ Հիմնականում այդ ժամանակ էլ մոգը ծես է անում, հրավիրում է իր ձեռքի մեջ իր տոհմի հոգիներին եւ աստվածային էակներին, որպեսզի իրեն օգնեն ճիշտ պատասխանը ստանալու համար։ Վուդուն շատ լավ, վուդուում ծեսեր կան, որոնք լավ պաշտպանում են տունը չար ուժերից եւ այլը, բերում են հաջողություն, բավականին այսպես արդար եւ ժոստկի հոգիներ են։ Եթե իրենք զգում են, որ անարդար ճանապարհով մոգը աշխատում է ինչ-որ մեկին վնասելու, ապա այդ մոգը շատ մեծ պատասխանատվության է ենթարկվում հենց իրենց կողմից։ Ուրեմն վուդուի հետ մաքսիմալ պետք է լինել անկեղծ։ Կարևորը հիշել, Էշուն համարվում է խորամանկ եւ փոփոխական ոգի։ Եթե նրա հարգանքով չեն վերաբերվում, ապա նա կարող է խճճել մարդու կյանքը։ Տեսեք,
Եթե վուդուն աֆրիկյան արմատներ ունի, ապա Սանտա Մուերտեն սուրբ զուտ մեքսիկական երևույթ է, մեքսիկական կուլտ է, չնայած որ հաճախ մենք կապում ենք վուդուի հետ, որտեղ ինչ-որ բաներով իրոք նմանություն ունեն։ Այն կաթոլիկության և ացտեկների մահվան պաշտամունքի միաձուլում է։ Ի տարբերություն վուդուի ոգիներին, Սանտա Մուերտեն համարվում է հենց մահվան ազնվորություն, որը հանդես է գալիս կմախքի տեսքով, կանացի հագուստով, ինձ երևի տեսած կլնեք, ես օգտագործում եմ իր կարտերը, հա, ունեմ վուդուի և Սանտա Մուերտեի և տարոների և առակոլները։ Իմ ձեռքին երևի տեսակ խորհրդավոր կարտեր տեսած կլինեք։ Ուրեմն Սանտա Մուերտեն ինձ համար հոգեհարազատ է, ես սիրում եմ միկրոէներգետիկայի հետ աշխատել և գիտեք Սանտա Մուերտեն ինչպես է, իրան դիմում են և հարուստները և աղքատները, որտեղ մահվան համար անհամաչափություն կամ անհավասարություն գոյություն չունի։ Նա համարվում է աղքատների սուրբը, մեղավորների սուրբը, որտեղ չկան այդ կուլտի հետ աշխատելուց դոգմաներ։ Նա չի դատում, օգնում է նրան, ով խնդրում է, բայց չկա այդպիսի մի հոգի, այդպիսի մի կուլտ, որ ուշադրություն չդարձնի, թե դու ինչ ես խնդրում առհասարակ։ Կարող են չդատել, բայց չկատարել, դա էլ հնարավոր է։ Այնտեղ էլ Սանտա Մուերտեի ծեսերը բավականին նման են վուդուի ծեսերին, բայց իրենց մեքսիկական այսպես համեմունքներով շաղած, համեմած։ Այնտեղ էլ գույների նշանակությունը, սպիտակը համարվում է մաքրություն, պաշտպանություն, կարմիրը սեր, ընտանեկան հարցեր, սևը ուժեղ, այսպես պաշտպանություն թշնամիներից և սևմոգությունից, ոսկեգույնը փող, հաջողություն, բիզնես։ Զոհասեղանը նրա արձանի կողքին միշտ պետք է լինի թարմ ջուր, որպես կյանքի խորհրդանիշ և խորհուրդ։ Ընծաներ, ալկոհոլ, հիմնականում տեկիլա։ Ես տեկիլայով պատրաստում էի վուդուի սուրբ ջուրը, այնտեղ գավաթի մեջ ջուրը լցվում է, ասում է բառեր և ավելացվում է տեկիլայի մի քանի կաթիլ և այդ ջուրը համարվում է կուլտ վուդուում որպես սուրբ ջուր։ Ծխախոտ ծուխը փչում են հենց Մուերտեի սուրբ մահվան արձանի վրա, շոկոլադ, քաղցրավենիքներ, թարմ ծաղիկներ, հատկապես թավշյա ծաղիկ, փող կամ թանկարժեք իրեր։ Կապեշուի հետ, չնայած սրանք տարբեր մշակույթներ են, մարդիկ հաճախ նույն նպատակով դիմում են էշուին և Սանտա Մուերտեին պաշտպանություն և արդարությունը վերականգնելու համար, երբեմն դաժան ձևով այդ արդարությունը հաստատելու համար։ Իրենք շատ արագ են արձագանքում և ես համարում եմ, որ կուլտ վուդուն ամենաայսպես արագ կատարվող էներգիա ունի։ Եթե մյուս կուլտերը այսպես կարող են ավելի դանդաղ բերեն արդյունքի, կուլտ վուդուն ավելի արագ է աշխատում, ես դա միշտ եմ ասել։ Բայց Սանտա Մուերտեն շատ խանդոտ կուլտ է, եթե դու մտար այդ կուլտի մեջ և ինչ որ բան խոստացար, դու պետք է այդ քո խոստումը պարտադիր կատարես, այլապես ոչ դու կստանաս իր պաշտպանությունը, ոչ իր օգնությունը, ընդհակառակը ինքը կխլի այն, ինչ որ քեզ տվել է ու մի բան էլ ավել։ Դրա համար Սանտա Մուերտեի հետ աշխատելու ժամանակ չպետք է ասել, որ ես ուզում եմ, որ դուք դառնաք ընդունեք իմ մշտական ուժը կամ իմ մշտական օգնողը կամ առհասարակ ուժերից ուժ խնդրել չի կարելի։ Երբ որ մոգը ուժ է խնդրում, ինքը բացահայտ կերպով այդ ուժին ասում է, որ ինքը գրիմուարնի մոգը, ինքը մոգ չի իծնե կամ չունի այդ ուժը, իրան պետք է կողքից այսպես օգնող ուժ, այսինքն ուժը հասկանում է, որ այդ մոգը իրանից թույլ է և ուժը հա կարա տա, խնդիր չկա, բայց այդ ուժը վերցնելուց մոգը դառնում է ուժ տվողի պարտք, ծառա, դրա համար մոգը երբեք ուժ չպետք է խնդրի,
կամ այդ այնքան պետք է զգուշ անի այդ ամեն ինչը, որ ինքը չերևա, որ ինքը թույլ է։ Մոգը միշտ իր խնդրած ուժից ավելի բարձր դիրքով է կանգնում։ Բայց կուլտ վուդուի ուժերը դու այնքան պետք է վստահ լինես քո վրա, որ մտնես այդ կուլտ եւ կարողանաս քեզ այնտեղ հաստատել, որովհետեւ կուլտ վուդուն ինքը ուժերը նույնիսկ կարող են այսպես ուվեր այս ձևի բաներ էլ անեն։ Սա էլ կուլտ վուդուի մասին։ Գրեք էլ ինչ կուլտի մասին կուզենաք իմանալ, ես ձեզ սիրով կներկայացնեմ։ Ես կարծում եմ, որ կուլտերը շատ են, բայց մեր խոսակցությունն էլ կամ այս թեմաները շատ հետաքրքիր են եւ շատ մարդու հաստատ կհետաքրքրի։ Հաջորդ նյութս, որ այսպես կտեղադրեմ, դա կլինի խեց գետիններն ինչպես են ստում։ Ես չեմ մոռացել, թե ես ձեզ ինչ եմ խոստանում։ Իսկ իմ խոսքն ու գործը դրանք մի ամբողջություն են։